Լավ ստացվեց, չէ՞ ժողովուրդ։ Շատ լավ։ Դե լավ է։ Հարցեր ունենք էլի։ Հազագյուղն այնքան պրոբլեմներ ունի, էլ երչապից տեսել։ Նախ մենք շատ շնորհակալ ենք, որ դու այցելելիս ես մեր համայնքում ամբողջ ժողովուրդը նախպետալի։ Շնորհակալ ենք քեզանից։ Հիմի, այս հարցեր մոմենտ էլի, տվողներ կա։ Մյուսերը մոմենտը շատ լավ։ Ինչի՞։ Ինչի մոմենտը։ Ոչ մի փողաց այն հին բաներում էլի, նախնադարյան լույսերը։ Փողոցի լուսավորություն նկատի ունի։ Փողոցային լույսերը։ Դրանք Ժորժ ջան, մի րոպե, դրանք այնց հարցեր են, որ հերթով լուծվելով գնալու է, դա Չէ, քամի ժամանակ մենք լույս չունենք։ Ուժեղ արևեղավ լույս չունենք, անձրևեղավ լույս չունենք։ Տներում։ Տներում բաբու։ Դե տներում էլ հասկացա կզբաղվենք։ Տներում Ընդհանուր մեր գյուղի համար ընդհանուր ներկայացնում ենք ձեզ ընդհանուր հարցերը։ Շատ գրված է մանրամասն քանի հարցա 4-5 հարց մանր հարցեր են, իմ նախնդիրներն որոնք պետք է լուծվեն։ Շատ լավ։ Մենք վստահ ենք ու ձեր կողքին ենք անպայման։ Գալի ամբողջ գյուղի անունից եմ խոսում, ցավը տա։ Ասեք, եղբայր, ասեք։ Թոմոտենա։ Շնորհակալություն, որ դուք եկել եք մեր գյուղը։ Պարոն Փաշյան, շատ գոհ ենք, ուրախ ենք, ժողովրդի կողմից շատ գոհ ենք։ Այս գյուղը 250 տարվա պատմություն ունի։ 250 տարվանից մենք մանկապարտեզ չենք ունեցել։ Բայց այսօր այս հրաշք շքեղ կառույց ունեցել ենք։ Ի շնորհիվ ձեզ, մեր լավ կառավարության, շատ շնորհակալ ենք դրա համար, պարոն Փաշյան ջան։ Հիմա Ծովասարի ազգաբնակչության կողմից որպես լիազոր ներկայացուցիչ մեր գյուղը ամենաբարձրադիր լեռնային գյուղերից մեկն է։ Մենք սեփականաշնորհման շատ հողեր ենք ստացել։ Ամենաշատ մենք ենք ստացել 1000 հեկտարից ավել ջրովի տարածքներ ունենք։ Ոռոգման ջուր չունենք։ Այս սարի ջրերը, սերավա ջրերը գնում Այն վախ հասնում է մեր կարտոֆիլը, մեր ցանկատարած ջրելու Վարդանյան քաջիկ։ Բան Վարդանյան, ես ջրամբար ենք ուզում։ Մենք հիմա ասում ենք, որ որևէ գյուղում կարան ժողովուրդը նույնիսկ ջրի հետ կապված հարցերը չբարձրացնեն, որովհետև առանց իրանց բարձրացնելու էլ մենք գիտենք, որ հանրապետությունում տենց գյուղ չկա, որ ջրի հետ կապված խնդիր չունենա։ Էս է պատճառը, որ մենք ասում ենք, որ առաջիկա 5 տարվա ընթացքում, ոնց որ նախորդ 5 տարվա ընթացքում ամենաառաջնային հարցը եղել է խաղաղության հարցը, հաջորդ 5 տարում առաջնայինություն ալնելու առաջնային 4-5 հարցերից մեկը լինելու է ջրի հարցը։ Բոլոր տեղերում, միտեղ ջրամբար պետք է կառուցվի, միտեղ ջրագիծ պետք է կառուցվի, միտեղ ներտնային համակարգ։ Այսինքն նկատի ունեմ որևէ տեղում եւ ես բոլոր տեղերը ասում եմ, գյուղի ժողովուրդը եւ քաղաքի էլ ջրի հարցը կարան չբարձրացնեն, չասեն, որովհետեւ առանց ասելու էլ մենք այդ հարցը մեր օրակարգում արդեն ներառված է, որ առաջիկայում պետք է շատ կենտրոնանանք այդ հարցերի վրա։ Հիմա խնդիրը ստեղեն է, առաջնությունը ոնց որոշենք, որտեղից սկսենք, որտեղ ավարտենք, այդ էլ ընթացքում մարզպետների, համայնքների հետ կքննարկենք եւ լուծումներ կգտնենք։ Դա մենակ մեր գյուղ չէ, լիճ համայնքն էլ օգտվում է ջրամբար որ կառուցվի։ Հիմա մրցույթը դրված է։ Ինչի մրցույթը ջրամբարի։ Փոքր ջրամբարի։ Դե եղբայր, հեսա մարզպետն ասում է ջրամբարի մրցույթ ա դրած, փոքր ջրամբար կառ։ Ձեր գյուղին ու լիճ գյուղի համար։ Այո, շնորհակալություն։ Մեր բոլորից շնորհակալ չէ։ Դու գործին անցնել Ծովասարի գյուղը։ Միադեր հիմնական գյուղի համար նատչեն հարց կա։ Մեր գյուղի 99% շենքերը սաղ ապօրինի են։ Դե էլ պետք է զբաղվենք տենանք ինչ այ։ Այսինքն ժամանակին կառուցել են։ Ժամանակին կառուցվելը հիմա սաղ Կատակի հողերը գոնե ձերն է։ Դե հիմա մենք օրենք ենք ընդողեն, խիչ եք օրինականացնում վճարումների պատճառով։ Այո, անես կնեն։ Ինչ կներա։ Եվ զգզգում են։ Այս բյուրոկրատիան դա շատ։ Մի հատ կետաքրքրվեմ հասկանալ։ Երբ հատ ճանապարհի ծրագիր կա մեր Թազագյուղում, դա շատ լավ ծրագիր է։ Առաջին մեծ թաղամասն է, այս տարում կառուցվել է 5 տուն, բայց ճանապարհի վիճակը շատ վատ է։ Պլանի մեջ է, եթե այդ պլանը կատարվի, մենք ամբողջ թաղամաս եզանից շնորհակալ կլինենք։ Կկատարվի, բայց պետք է անի արդեն սկսել ենք կանենք։ Շատ լավ Ժողովուրդ ջան, մանկապարտեզը շնորհավոր, մնացածն է հերթով կլուծենք։
կների մի հատ խնդրանք, ոչ թե հարց, այլ խնդրանք։ Մենք 92 թվին հողաբաժանման ժամանակ ստացել ենք գյուղամեջում հող։ Վճարովի ա եղել $250 առել ենք։ Այս պահին վկայական չենք ունեցել, ձորի մեջ տուն ենք սակել, ձորի մեջ։ Դե ասեց այդ հարցը, որ տենց հարցեր կան։ Պետք է հասկանալ չափագրել, ճիշտն ասած, ինձ հիվանդը կյանքի մախան կրվար է։ Այս պահին այնպես է ստացվում, որ վճարելու հնարավորությունները չունենք, շատ դժվար է մեր վիճակը։ Խնդրում եմ ինչ-որ ձև, եթե հնարավոր է, աջակցեք, մենք կարողանանք գոնե տները։ Հիմա ընտրական շրջանա նյութական որևէ խոստում չենք կարող տալ եղբայր։ Օրենքը արգելում է նյութական խոստում։ Չէ, բայց այս Տների հարցը պրոբլեմա պետք է մտածենք, էլի, պետք է մտածենք։ Մտածել գարտերնակ, չեմ դե օգնի, Չէ, դե մենակ գնե, չէ որ։ Բարի գյուղ, մի հատ որոշում կայացրեք։ Դե մենակ, գիտեք, մենակ մի գյուղ չի, 5 գյուղ չի, պետք է հասկանանք։ Հասկանանք ինչ ենք առաջարկում, լավ է։ Բարև ձեզ։ Ժորժան ծրագրից ուշանում եմ, գնամ էլի։ Լսա, այն ճակատագն ես օբյեկտ եմ սարքել, հեսա 11 տարի։ Ինչը։ Օբյեկտ է, հարսանեկի զալի թեմես թեման։ Ես բանակին օգնել եմ, $3400 տվել եմ բանակին։ Մոկա դոկումենտներ կետա, կադաստր Յադակա։ Ինչա պետք է անել, ինչ։ Օգնել է պետք։ Որ ձևափոխվի, այսօր սարքի։ Չեմ հասկանում, ինչ է Ես որ սարքեցի։ Իմ օգնականն է, այդ դա պարոն Գևորգյանը, իրան ասեք ինչ խնդիր։ Շնորհակալություն։ Հա։ Բարև ձեզ, բարև փաշին։ Մենք շատ հպարտ ենք, ուրախ ենք, որ ազգը ծաղկացնող, շնացնող երկրի։ Շնորհակալ եմ, ես եմ շնորհակալ։ Բայց ներեցեք մի խնդրանք ունեմ։ Համեցեք։ Ես մի դիմով դիմել էի ձեզ։ Ինչ դիմումով։ Չեմ կարող հիշել։ 68 տարուց ավել մաթեմատիկա եւ ֆիզիկայի դասավանդում մեր դպրոցում։ Շատ լավ, ինչա պետք է անել։ 13-ից ավելի գիտնականներ ունեմ։ Ինչա պետք է անել։ Ինձ մի երկու անգամ ներկայացել են վաստակավորուցուցի կոչման, բայց Սերդոնի կոչոն Հիմա բայց մենք ունենք վաստակավոր ուսուցչի կոչում, հիմա չունենք տենց կոչում։ Տիկին Անդրեասյան։ կա, այդպեսի կոչում կա։ Տիկին Անդրեասյան։ Երևի առաջա գնացել։ Մենք հիմա չունենք տենց կոչում, հիմա տենց կոչումներ չկան։ Հայաստան։ Լավ։ Լավ, առաջ։ Ժորժան, շնորհակալ եմ, գնացինք։ Նկարվենք, արագ Ժորժ, երեխեք ջան։ Ահա։ Դե դուք էլ պետք է սենց անեք, որ նկարեք։ Եղավ, շնորհակալ եմ շատ, շատ լավ, ապրեք։ Շնորհակալ եմ Ժորժ ջան, շնորհակալ եմ, լավ եղեք։ Վաստակավոր ուսուցչի կոչում ունենք։ Չէ, Չունենք։ բայց պետական պարգևներ Դե դա արդեն մարզի համայնքի եւ նախարարության խնդիր է։